Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Ալիևի հաջորդ քայլը պատերազմն է։ Ինչու է խաղաղության պայմանագիրը շարունակում մնալ անստորագիր։ Եվ ինչ վտանգավոր սցենարներ են քննարկում Ալիևն ու Էրդողանը։ Կամաց թշնամու հայասպան սցենարը ջրի երես է դուրս գալիս։ Հյուրս պատմության դոկտոր ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանն է։ Մնացեք մեզ հետ, նա եկել է որպեսզի բացի փակագծերը։ Հարդադի բոյուկ Ադրբեջան, յոխտուր բոյուկ Ադրբեջան եւ չես տեսնելու դա։ Ալիևի այդ վերջին ռազմատենչ հայտարարությունները պատահական են, թե նախապատրաստում են ռազմական գործողությունների համար։ Իրենք ասում են, որ իրենց վերջնական նպատակը հայկական պետականության այսպար ոչնչացումը։ Այսինքն պատերազմ։ Այսինքն Ադրբեջանը չի համարում, որ պատերազմը դադարեցված է։ Ադրբեջանը բազմազգ պետություն է եւ ցանկանալ պահին ներսից էլ կարող է փլուզվել։ Այսինքն Իրանը կարող է ոչնչացնել Ադրբեջանը, ըստ ձեր խոսքի, եթե դանակը հասնի ոսկորին։ Դե կերարի իրեն համար հասու բոլոր միջոցները, որպեսզի խոցե։ Դուք գիտեք, Ադրբեջանի բոլոր այդ ենթակառուցվածքը Իրանի համար հասանելիության, ուղղակի հասանելիության մեջ են եւ նաեւ ցամաքային գործողություններ կարող են կատարվել ոչ միայն։ Այսինքն հավանական է, որ Իսրայելը փակի Ալիևի օթերը։ Այո, կարող է եւ Ալիևը նոր պատերազմի համար հող է նախապատրաստում։ Իրանը կարող է հասցնել հարվածներ Ադրբեջանին ինչպես ուղիղ ռազմական հարվածներ, այդպես էլ ազդել անուղղակի Ադրբեջանում ներքաղաքական, ներէթնիկ կայունության վրա։ Բարև ձեզ, պարոն Այվազյան։ Բարև ձեզ։ Հոգաչափ շնորհակալ եմ, որ ժամանակ եք հատկացրել եւ այսօր իմ հյուրն եք։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Այվազյան, կարևոր թեմաներից ենք խոսելու։ Միանգամից փորձում եմ ձեզ հարցնել։ Այսօր մենք կանգնած ենք հայ-ադրբեջանական պատերազմի նոր շեմին։ Տեսեք, խոսքերից ավելի շատ խոսում են գործողությունները։ Ուղղակի այս օրերին, նախորդ ամսվա 18-ից 19 Օրդուբադ քաղաքում Նախիջևանում կայացավ հերթական երրորդ այսպես կոչված վերադարձ դեպի արևմտյան ճակերտավոր Ադրբեջան ֆեստիվալ փառատոնը եւ կրկին հնչեցվեցին մի շարք հայտարարություններ, որոնք անշուշտ անհամատեղելի են ցանկացած հնարավոր հաշտեցման օրակարգի հետ։ Այստեղ հատկանշական է, որ Ադրբեջանի պես բռնատիրական երկրներում ոչ մի բան պետության կամքից եւ պետության դամանավանդ ղեկավարի կամքից դուրս լինել չի կարող ուղղակիորեն։ Եվ նաեւ դրան հետևեց մի այլ ցուցահանդես, որտեղ նույնպես Հայաստանը ներկայացվում էր Ադրբեջանում որպես արևմտյան Ադրբեջան։ Իրար հաջորդող միջոցառումներ են եղել եւ միջոցառումների շարքի շարունակությունը։ Նույն այդպեսի փորձերը միջայտ են կատարվել, տարբեր արտասահմանյան երկրներում են անում։ Այդ գործողությունները վաղուց կար եւ նաեւ մենք պետք է հաշվի առնենք, որ միջայտ նրանք փորձում են խաղարկել, չէ, Արցախի այսպես կոչված ադրբեջանական համայնքի հիմնախնդիրը։ Հիմա ասում են, որ մի հարցը չի, այսինքն իրենց համար կարծում են, բայց շակերտներով են դա ասում ես, որ մի հարցը փակել են, որ ուզում են մյուս հարցը լծվել։ Մենք պետք է հասկանանք, թե ով է Ադրբեջանի կողմից այնտեղ ներկա եղել։ Պետության ամենաբարձր աստիճան պաշտոնյաներ, այդ թվում ճակերտավոր արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավարը, չէ՞ որ Ադրբեջանի Մելի Մեջլիսի պատգամավոր է իշխող կուսակցության անունից է հանդես գալիս նաև ցանկացած հարթակներում եւ բայց մենք պետք է հասկանանք իրենց մոտ այդ քաղաքականությունը միշտ էլ եղել է դեր Հալիև հոր օրոք դասագրքեր են տպվել, տարբեր միջոցառումներ են կազմակերպվել, ուղղակի Արցախի խնդրի ստվերի ներքո էր եղել նրանց այդ արևելապաշտական ծրագրի մի մասը։ Հիմա հերթը հասել է։ Այո։ Բայց իրենց մեջ ահավոր մի վախ կա։ Իրենք գիտեն, որ արևելահայությունը, Արցախահայությունը կոնկրետ եւ ասենք ադրբեջանահայությունը իսկ ավելի ճիշտ կլինի ներկայիս Ադրբեջանը կոչել հյուսիս
Արևելյան Հայաստան, ծայր հյուսիս Արևելյան Հայաստան։ Իրենք պետք է պատրաստեն իրենց ժողովրդին այնին, ինչ որ անխուսափելի է։ Մենք պետք է խոսենք դրա մասին, որ մենք պետք է վերադառնանք մեր հողերին։ Ադրբեջանը պետք է փոխհատուցի մեր կորուստները եւ հաշտվի այնի հետ, ինչը ուղղակիորեն անխուսափելի է, ոչ թե փորձի թշնամանք հրահարել։ Պարոն Այվազյան, խնդրում հստակ պատասխանեք։ Օրդուբադում Նախիջևանում իրականացված այդ փառատոնը, որի խորագիրը Չակերտավոր արևմտյան Ադրբեջանն էր, ինչ նպատակ ուներ կոնկրետ։ Մի կողմից փորձում են նախաձեռնությունները իրենց ձեռքը վերցնել, փորձելով կանխարգելել մեր կողմից ցանկացած փորձ մեր իրավունքների տարբեր միջազգային փորձում են մի կողմից դա թե հստակ քայլեր են անում, փորձում են կանխարգելել, այսինքն մեզնից է կախված նաև այստեղ շահագրգռված կողմը մենք ենք որպեսզի մեր շահերը պաշտպանենք իրենց գործողությունները այն է որ հավակնել ինչպես որ հավակնում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքին եւ ընդգծում են որ նրանք անպայման այստեղ կվերադառնան եւ անընդհատ սիրում են կրկնել իրենց ղեկավարի ասածը կամ տանկերով կամ մեքենաների վրա հայ ժողովուրդը պետք է դրա հետ նրանք վերադառնան հայ ժողովուրդը պետք է դրա հետ հաշտվի Ինչի են բախվելու այն ինչ որ նրանք պետք է պատրաստել այդ հողերի որը հիմա Ադրբեջան է կոչվում իրական տերերի վերադարձին նրանք հստակ քաղաքականություն են վարում շարունակում են վարել եւ նաև ռազմավարի պուրակը պահպանելով այդ Չակերտավոր հեգնելով զինվորների այո իրենց դասագրքերը կամ էլ ասենք թե աղմուկ բարձրացնելով 2016 թվականի ապրիլյան իրենց ագրեսիայի ժամանակ հայ զինվորականի խոշտանգման վերաբերյալ Եվրոպայում դատարանի կայացված օրենքների հաթաթա են տալիս Եվրոպային եւ այլն միևնույն ժամանակ մեծ սիրով ընդունում են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնի Ադրբեջան, որը խոր շնորհակալություն է հայտնում Ադրբեջանի դիկտատորին ըստ էության բռնապետին դիվերսիֆիկացիայի ենթարկելով, այսինքն այլընտրանք առաջարկելով ռուսական գազին եւ նավթին։ Միևնույն ժամանակ Եվրոպայում էլ շատ լավ գիտեն, որ Ադրբեջանը այդքան ոչ գազ, ոչ նավթ չունի, որ Եվրոպային մատակարարի։ Նրանք գնում են Ռուսաստանից ու վերավաճառում են այն։ Եվ տեսնելով այդ ամենը հայերի նկատմամբ վերջին ժամանակահատվածում ադրբեջանական իշխող ռեժիմի կողմից բռնության, ցեղասպանական ակտերի նրանք աչքեր են փակում այդ ամենի նկատմամբ։ Իսկ Ադրբեջանում անգամ ԶԼՄ-ների մակարդակով, սոցցանցերի մակարդակով հայերի հանդեպ ատելության քարոզը մի վարքյան անգամ չի դադարել, մի տոկոսով չի նվազել, այդպես որ մենք էլ գիտենք անշուշտ ինչի մասին է խոսքը։ Դրան զուգարեց երևի ասեմ ձեզ վերջերս նաև Ալիևը մի շարք հայտարարություններ արեց եւ Բաքվում եւ ժամանակավորապես օկուպացված Շուշի այցելելով հաթաթա տալով մայր թափ տալով հայ ժողովրդի վրա։ Պարոն Այվազյան, Ալիևի այդ վերջին ռազմատենչ հայտարարությունները պատահական են թե նախապատրաստում են ռազմական գործողությունների համար։ Դե տեսեք, Միլի Մեջլիսում այդպեսի առաջարկ կար, նրանք չեն կարող հաշտվել, անգամ հուշագրում հիշատակված Տրամպի ուղու հետ առաջարկվում են վերանվանել Զանգեզուրի Միջանսկ Իլխամ Ալիևի անունով։ Իսկն Իանուն Իլխամ Ալիևի։ Ես կառաջարկեի, եթե ուզում են վերանվանել Ադրբեջանում այս ծրագիրը, վերանվանեն Մեհրիբան Ալիևի անվան Միջանսկ։ Փոխնախագահն չէ նրանց երկրի, ավելի հարիր կլինի նրանց քաղաքական համակարգի։ Սպառնալիքները, երբ որ Ալիևը տեղում է այնտեղից, որ միևնույնն է դա կիրագործվի, նրանք կբացեն, անընդհատ խոսում է, ինչ որ մեղադրում է ողջ հայկական պետությունը, անվանելով այն ֆաշիստական, շարունակելով պահանջներ ներկայացնել, սահմանադրությունը փոխել, միևնույն բառապաշարը օգտագործելով իրենք չեն հոգնում կյանքի հետ անհամադրելի պահանջներ ներկայացնել հայկական պետականությանը։ Իրենք ցանկացած պահին կարող են
այլ որևէ, ասենք թե անընդունելի, աներագործելի պահանջ ներկայացնել, կամ ասեն, որ հայերը թող մահմեդականություն ընդունեն, կամ ասեն, չգիտեմ, այլ մի անհեթեթ Սա պարզ է եւ սա բացահայտ ասվում է շատ բարձր մակարդակով։ Ալիևը այսօր ռազմական գործողության պատրաստվում է։ Իրականության մեջ չնայած որ նրանք փափուկ բարձ են փորձում, ոչ այդքան էլ փորձում են, ակնհայտ երևում է որ չեն ձգտում խաղաղությանը։ Իրենք ասում են, որ իրենց վերջնական նպատակը հայկական պետականության այսպար ոչնչացումը։ Այսինքն պատերազմը, այսինքն Ադրբեջանը չի համարում, որ պատերազմը դադարեցված է։ Այսինքն խաղաղ ճանապարհի հարցը բացառվում է։ Իրենց համար այս խաղաղ նրանք խոսում են, երբեմն խոսում են խաղաղության մասին, բայց իրենց գործողությունները չեն համապատասխանում։ Եվ պատրաստվում են ռազմական գործողություն։ Տեսեք, վերջերս Շահին Մուստաֆաևն է եկել Հայաստան, հա։ Բացի դրանից Հեքմետ Խաջիևը վերջերս եկավ Հայաստան։ Ինչ օրակարգով հիմնականում եկել են այդ մարդիկ։ Իրենք անընդհատ հնչեցնում են այնտեղ Բաքվում, որ իրենց համար հիմա արդեն իսկ անշրջելի է այսպես կոչված անկլավների հարցը, որը ոչ քաղաքական, ոչ իրավական հիմք չունի, սակայն դա ինչպես Գդանսկի, Դանցիգի, Միչանսկի հարցը եւ խնդիրը միշտ կարող է դառնալ նոր պատերազմի կազուս բելի։ Դա անխոսափելի։ Պատճառաբանության հարցը ինչպեսի հանգուցալուծում ստացավ։ Որ ֆաշիստական Գերմանիան չստանալով իր պահանջների բավարարում հարձակվեց Լեհաստանի վրա եւ սկսվեց սեպտեմբերի 1-ին 39 թվականին եւ սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ինչ է այստեղից եզրակացությունը։ Եզրակացությունը նույն սցենարը կարող է Ադրբեջանը։ Տեսեք, անկլավների հարցը, եթե դու չես բավարարում նրանց այդ հարցը, պատճառաբանություն է հարձակման։ Եթե բավարարես, հետո կասեն արտատարածքային միջանցքներ պետք է տրամադրեք դեպի այդ անկլավները։ Իսկ դա Հայաստանի Հանրապետության տարածքի ջլատումն է։ Հետո կասեն պետք է այդ տարածքներ եւ նաեւ այլ բնակավայրեր։ Ալիևը այսօր ինչին է սպասում։ Ով է Ալիևին, այսպես ասած, դանդաղեցնում իր պլանը իրագործելու համար։ Վախենում է։ Չէ, չի վախենում։ Տարածաշրջանային իրավիճակը։ Տեսեք, ինչի պայմաններում Բայց կա պետություն, որ կանգնեցնում է Ալիևին։ Հանգամանքները անկայուն իրավիճակը հարավային Կովկասում միևնույն ժամանակ իրենք սպասում են իրենց համար հարմար պահին կապված Իսրայել-Իրան հարաբերություններին թե ինչով վերջնականապես այսինքն Ամերիկան կշարունակի պատերազմը Իրանի նկատմամբ էլ ինչքանով կթուլանա Իրանը որ կարողանան իրենց ավզած զգան գործողություններում եւ այլն մի շարք այդպիսի հանգամանքներով անշուշտ ասել որ Ադրբեջանը միատար է հզոր պետություն է ինչպես որ նրանք փորձում են ներկայացնել դա այդպես չէ Ադրբեջանը բազմազգ պետություն է եւ ցանկանալ պահին ներսից էլ կարող է փլուզվել նայած հանգամանքներից բայց քանի որ նրանք համարում են որ մեր պետությունը դա վտանգ է եւ հաշվի առնելով որ ինչպես ասում են գողը ու մարդասպանը չի կարող հանգիստ նստել ինչպես իմ Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխող ռեժիմներն հանգիստ չի կարող մնալ միջև այս հողերի հա իրական տերը ողջ է թեկուս պահպանում է իր պետականությունը սեփական երբեմնի տարածքով մեծ հա պետության 7%-ում կենտրոնացված անգամ դրա հետ նրանք պատրաստ չեն հաշտվել եւ փորձելով իրենց համար իրենց կարծիքով վերահաս վտանգը վերացնել հարձակվում են Հայաստանի Հանրապետության ըստ էության տարբեր ասպարեզներում վրա կասկածի տակ դնելով գոյության իրավունքը ինչ է վերջերս նորից ասել իշխող ադրբեջանական ռեժիմի ներկայացուցիչները որ Երևանը իրենք զիջել են հայերին որ դա էլ օրինական չի իրենք չեն պատրաստվում փոխել իրենց սահմանադրությունը որտեղ հստակ Հայաստանի հանդեպ մոտ 20000 քառակուսի կիլոմետր տարածքային պահանջ կա եւ իրենց համար ասում են տարածքային Հայաստանի սահմանը շարունակում են անվանել պայմանական եւ կոնկրետ գործողություններ են մեր պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնում են տեսեք այդ օրերին ուղղակի այդ օրերին Արցախում նորից քիչ էր որ նրանք մայր տաճարը ոչնչացրել են ցեղասպանության օրերին հայոց ցեղասպանության օրերին վերջերս նորից մեր Արցախի լքված գյուղերից մեկում ոչնչացվել են մեր
հերոսների գերեզմանատունը եւ նաեւ մեծ հայրենական պատերազմի գերեզմանատունը, այսինքն նրանք ամեն ինչ անում են, որպեսզի ջնջեն հայկական հետ կտարածաշրջանում։ Պարոն Այվազյան, խոսք գնաց նաեւ Իրան-Ադրբեջան հարաբերությունների մասին, լարվածության մասին։ Իրանական բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեցին, որ նրանք ունեն հստակ ապացույցներ եւ վիդեո տեսանյութեր, որտեղ հստակ երևում է, որ Իրան-Իսրայել պատերազմի ժամանակ իսրայելական Հերմես տեսակի ԱԹՍ-ները կոնկրետ վերալիցքավորվել են հենց ադրբեջանական տարածքում եւ հենց ադրբեջանական տարածքից էլ հարձակումներ են իրագործել, հրթիռակոծել են Իրանի տարածքը։ Այս ամենը ունենալով հանդերձ Իրանը միթե չի կարողանում լուրջ քայլերի դեռևս գնալ Ադրբեջանի հետ։ Տեսնում եք, Իրանը վերջերս ստորագրեց ԱՄՆ-ի հետ մեմորանդում, բայց դա խաղաղություն չի, հարվածները շարունակվում են եւ տարածաշրջանում մնում է լարված վիճակը։ Դա մանավանդ Իրանի համար, որը գլխատված է իր ռազմաքաղաքական ղեկավարությունը ըստ էության ամբողջությամբ ոչնչացված է եւ նաեւ ռազմական պոտենցիալը ներուժը բավականաչափ թուլացած է, որպեսզի այնքան է թուլացած, որ չի կարողանում Ադրբեջանի պատասխան տալ։ Իրենք հիմա ուղղակիորեն մի քանի ճակատով են պատերազմում ընդդեմ ԱՄՆ-ի բացահայտ։ Տեսեք, Իրանը երրորդ ճակատը ցամաքային այս անգամ ճակատը բացելու ճոխությունը իրեն թույլ տալ չի կարող։ Հաստացի հրթիռակոծվում է Ադրբեջանից Իրանը։ Ինչպես է ստացվում, որ Իրանը Ադրբեջանից հրթիռակոծվում է իսրայելական ԱԹՍ-ներով եւ ոչ միայն ձայն չի հանում, այնինչ հարվածում է Էմիրություններին, Սաուդյան Արաբիային, բայց այդ երկրները Իրանի հետ ցամաքային սահման չունեն, պետք է հասկանալ։ Բացի դրանից նաև գործոն կա Իրանում, որ մոտ 30 միլիոն թուրք բնակչություն կա, որ հենք եւ անկայունության գործոն կարող է լինել Իրանի պարագայում, հասկանում եք, Իրանի հյուսիսում թուրքեր են ապրում եւ Թուրքիայի ներգրավումը, հասկացեք, եթե Իրանը հարվածներ հասցնի Ադրբեջանին բացահայտորեն եթե դանակը ոսկորի չի հասնի, ապա Թուրքիան Ադրբեջանի հետ ստորագրել է Շուշի հռչակագիր այսպես կոչված, որը նախատեսում է, եթե մեկ երկրի հանդեպ գործողություններ ձեռնարկեն, երկրորդ երկիրը բացահայտորեն մեջ է մտնում պատերազմի դեմ։ Լավ, եթե Ադրբեջանը բացահայտ հարձակվի Իրանի վրա, ինչ է անել։ Եթե Ադրբեջանը հարձակվի, ապա Իրանը այլընտրանք չի ունենա, քան թերորազմական գործողություններ սկսել։ Դե կկերարի իրեն համար հասու բոլոր միջոցները, որպեսզի խոցե, դուք գիտեք, Ադրբեջանի բոլոր այդ ենթակառուցվածքը Իրանի համար հասանելիության, ուղղակի հասանելիության մեջ են եւ նաեւ ցամաքային գործողություններ կարող են կատարվել ոչ միայն Ադրբեջանի կողմից, այլ Իրանը, բայց եթե դանակը կարող է, այսինքն Իրանը կարող է ոչնչացնել Ադրբեջանը, ըստ ձեր խոսքի, եթե դանակը հասնի ոսկորին։ Ոչ այդքան ոչնչացնի, այլ ծանրագույն հարվածներ հասնի։ Իսկ ադրբեջանական ռեժիմը եւս մեկական ասեմ, ներսից այդքան էլ կայուն չի, որովհետեւ գոյություն ունի դեռ չնայած այս վիճակում չի մարսել ինքը Արցախի հարցը, դա կա։ Տարբեր միջազգային կազմակերպությունները անընդհատ հիշեցնում են Ադրբեջանին իրեն կողմից կատարված հանցագործությունների մասին։ Անհանգստության առիթը դա է նաև։ Լավ, Իրանի ծանրագույն հարվածը Ադրբեջանին ինչն է հետ պահում այսօր։ Միայն Թուրքիան եւ չի ուզում այլ ճակատ բացել, թե նաեւ այլ հանգամանքներ կան, պայմանավորվածություններ կան դռներից այն կողմ։ Իրանը կարող է հասցնել հարվածներ Ադրբեջանին ինչպես ուղիղ ռազմական հարվածներ, այդպես էլ ազդել անուղակի Ադրբեջանում ներքաղաքական, ներեթնիկ կայունության վրա։ Այդ ազդեցությունը, ազդեցության գործակալները եւ այլն Իրանը ունի եւ տարիներ շարունակ նույնը վախենում է, քանի որ Իրանում ապրում են 30 միլիոնից ավելի ադրբեջանցիներ։ Բայց նույնը նաև տարիներ շարունակ ի հանդեպ Իրանում թուրքախոս ժողովրդին արել է Թուրքիան, իսկ նույն գործակալական ցանցը եւ Ադրբեջանը միևնույն ժամանակ Իսրայելի եւ Մասադի մեծագույն աջակցությամբ ցանց է ստեղծված, այսինքն երկու կողմերն էլ կարող են իրար ապակայունացնեն։ Չպետք է մոռանանք, որ Թուրքիան ու Ադրբեջանը որպես մեկ դաշինքի անդամներ են հանդիսանում, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրորդ եւ հզորության եւ թվականակի բանակ է հանդիսանում։ Երրորդ ճակատը ցամաքային
ճակատը չի լինի միայն Ադրբեջանի հետ։ Երրորդ ճակատը, ինչպես Արցախի պարագայում մենք պատերազմել ենք, ըստ էության մեզ վրա հարձակվել է Ադրբեջանը, Պակիստանը, ահաբեկչական թուրքական ալյանսը, հա, այդպես էլ այդ պարագայում իրենք ստիպված կլինեն եւ ահաբեկիչների դեմ պայքարել, որոնք Թուրքիայի տիրապետության ներքո են, եւ Թուրքիան ընդլայնում է իր ազդեցության գոտին, նաեւ Սիրիայում տեսնում ենք ինչ գործողությունները, ինչ օրինական անհանգստություն է ծնում Իսրայելում, որպեսզի ցամաքային սահման Սիրիայի հետ չունենան, դրուզների հետ կապված Թուրքիայի գործողությունները տարբեր մակարդակի, այդպես որ տարածաշրջանը իրոք երացող տարածաշրջան է։ Տարածաշրջանը երացող է, տարածաշրջանը եռում է, վերջերս որ Իսրայելը հայտարարից ճանաչում է հայոց ցեղասպանությունը, Ադրբեջանը ընկավ, այսպես ասած, հոգեվարքի մեջ եւ միանգամից պաշտպանեց Թուրքիայի շահերը։ Ինչ եք կարծում, եթե հնարավոր բախում լինի Իրան-Իսրայելի միջև, Ադրբեջանը էլի նույն ջերմեռանդությամբ պաշտպանելու է Իսրայելի շահերը, թե այս արդեն խախտվել են Ադրբեջան-Իսրայել շահերը եւ դրա մասին նաեւ Իսրայելն է տեղյակ եւ գիտի իր հետագա պլանները Իրանի վրա հարձակվելու ժամանակ։ Ադրբեջանի անատամ հայտարարությունը ոչ մի էական նշանակություն չունի, որովհետև Իսրայելը շարունակելու է Իսրայելը օգտագործել Ադրբեջանի, որովհետև Իսրայելի հետ հազարավոր թելերով կապված է տարբեր ոլորտներում եւ ադրբեջանական իշխող էլիտայի վրա իսրայելական կողմը մեծ ներազդեցություն ունի եւ կարող է ունենալ։ Այսինքն հավանական է, որ Իսրայելը փակի Ալիևի օթերը, այսպես ասած։ Կարող է դա անել, այո, կարող է եւ ըստ այդմ էլ ձեր հարցի պատասխանը այն է, որ չնայած տեսեք Ալիևի հայտարարությանը, որը իրենք թող մտածեն Ադրբեջանում հայերի ցեղասպանության ճանաչման մասին, թող Ադրբեջանը դրա մասին եւ փոխհատուցման տարածքային եւ այլ փոխհատուցումները ֆինանսական։ Ինչ փոխհատուցման մասին է խոսքը, տարբեր փառատոներ են անում, տարբեր կոնֆերանսներ են անում եւ որոշում են Հայաստանը վերջնականապես գրավել, միևնույն ժամանակ խոսում են խաղաղության պայմանագրի մասին։ Իդեպ խաղաղության պայմանագրից խոսենք, օգոստոս ընդամենը հաշված օրեր մնաց եւ 1 տարի գրեթե լրանում է, որ Վաշինգտոնում 3 երկրի ղեկավարներ ձեռք սեղմեցին, լուսանկարվեցին եւ որոշվեց, որ խաղաղության պայմանագիրը այլևս իրականություն է։ Չէ։ 1 տարի է անցել, ինչի մասին։ Չէ։ Վաշինգտոնում ընդամենը մեմորանդում էր ընդունվել, հուշագիր ստորագրվեց, որին երրորդ նախագահի ներկայացություն, այսինքն Դոնալդ Տրամպի, ընդամենը որպես վավերացնողի, ոչ թե երրորդ կողմի կամ էլ երաշխավորողի այդ հնարավոր խաղաղության մասով էր ներկայացությունը։ Այսինքն սա հիմք չի խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Ալիևը մի քանի անգամ ասեց վերջերս իրեն ելույթում, որ նախ իրենք ստիպել են ինքը Բարապաշարը իրենք ստիպել են Հայաստանին կնքել պարտության պայմանագիրը, այսինքն անձնատվության կապիտուլյացիայի մասին պայմանագիրը, որ ենթարկեցրել են իրենց կամքին Հայաստանը եւ ավելին ասեց, կստորագրվի այդ պայմանագիրը, թե չի ստորագրվի, կապված է դրա հետ, թե ինչքանով Հայաստանը անվերապահորեն կընդունի իրենց կողմից առաջ քաշված անվերապահորեն բոլոր պայմանները, այսինքն կկնքվի թե չի կնքվի, Ալիևը բացահայտ ասում է, որ որոշողը ինքն է, ոչ թե Դոնալդ Տրամպը կամ էլ որևէ մեկը։ Իսկ հաշվի առնելով հողի վրա իրեն գործողությունը, սադրիչ գործողությունների շարքը, որ չի դադարում միջև հիմա, սպառնալից հայկական պետականության գոյության իսկ համար, մենք կարող ենք եզրակացություն անել, որ Իլհամ Ալիևը ոչ ինքը առաջ քաշի նոր պայմանները, որ ընդհանրապես չի կարելի իրագործել, ասի դրոշը Հայաստանի փոխեք, զինանշանը փոխեք, ասում է, չէ, ասում է Արարատը ձեր զինանշանի վրա պահելով դուք Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջ եք ներկայացնում։ Կասի Արարատն էլ հանեք զինանշանից արդեն, սահմանադրությունը պնդում է, որ փոխեք, հետո այլ պահանջներ կարող է ներկայացնի։ Ինչի համար անընդհատ այդ պայմաններ առաջ քաշում, որպեսզի խուսափի ցանկացած իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթի ստորագրումը։ Դա բավականին ակներև է, պարոն Այվազյան, եւ դա երևում է։ Խաղաղության մասին խոսելով Բաքուն
միաժամանակ նոր պահանջներ է առաջ քաշում։ Սուվերեն երկիրը համարում է Արևմտյան Ադրբեջան։ Այո։ Միջազգային հանրությունը կամ այն նույն Թրամփը Ամերիկայի գերագույն գլխավոր հրամանատարը միթե չի տեսնում սա, միթե չի լսում, քանի որ իրենց մոտ Վաշինգտոնում այդ հռչակագիրը ստորագրվեց։ Միթե որոշ զսպողական իրավիճակ չի կարողանում ցուցադրել Ալիևի նկատմամբ, վախենում է, չի ցանկանում, թե իրեն հետաքրքիր չէ։ Չի վախենում, բայց ինչ է ցանկանում 80-ամյա մարդուց, որը անգամ Հայաստան բարը Ալբանիայի բարի հետ է շփոթել, որ ինքը կարողանա հետո մարդը թրիփի ծրագիր է ներդնում Հայաստանում։ Դե որը նաև Թուրքիայի ազգայնական կուսակցության ղեկավարը վերջերս Դավլետ Բախչելին հայտարարեց, որ դա կրկին հայտարարեց, որ դա թուրանական միջանցք է, որ դա նրանց անհրաժեշտ է եւ ցանկացած ճանապարհով նրանք անպայման կհասնեն դրանք։ Ավելին ձեզ ասեմ, Ալիևը Թրամփի պրոյեկտը թրիփը թուրքական նախագիծ է։ Դա Թրամփի պրոյեկտ չի։ Տեսեք, իրականության մեջ Ալիևը թուրքական պրոյեկտ է։ Ըստ Թուրքադերբեջան դե թրիփը ում պրոյեկտն է։ Ասում է, որ ամերիկյան։ Ամերիկյան չի։ Ամերիկյան չի։ Եթե ապաշրջափակում լինի, ինչու՞ չի ապաշրջափակվել ճանապարհը Մեղրիից դեպի, ասենք, Արարատի մարզը, Նախիջևանի տարածքով։ Ինչու՞ չի կլիներ Նախիջևանյան միջանցք։ Ինչու՞ չէ։ Որ մենք կարողանանք նորմալ հասնենք, էլի, նաև երկաթուղով եւ այլն։ Հետո Թուրքիան փակեց, չէ՞, մեր սահմանները։ Ինչու՞ միջև հիմա Թուրքիան պայմանավորում էր առաջ, որ Ադրբեջանի հետ ինչ որ խնդիրների հետ պայմանավորված փակել են սահմանը։ Հիմա ինչու են չեն բացում։ Ինչու չեն բացվում։ Կարող է փորձեն մեզ ստիպել, ասենք, Թալատ Պաշայի արձանը ինչ որտեղ կանգնեցնենք։ Էլի նախապայման կա։ Չէ, գուցե Հեյդար Ալիևի արձանը կանգնեցնենք։ Էլ ինչ պայմաններ պետք է։ Քայլեր արվում են։ Դե Մոսկվայում կանգնեցնենք։ Դե ես ասեմ, մնում է որ ասի Երևանում էլ կանգնեցնի այդ արձանը։ Դե ուր որ պատեհ է եւ անպատեհ է գնում է իր հոր արձանները տնգում։ Հիմա ուրիշ անելու բան չունի անում։ Ալիևը նոր պատերազմի համար հող է նախապատրաստում։ Ալիևը որ հասկացեք, Ադրբեջանի համար հայատյացությունը պետականության եւ ինքնագիտակցության, շատերի ինքնագիտակցության որպես հենք է ծառայում։ Եվ նաեւ իշխող ռեժիմի հայն ներկայացնել որպես անհաշտ նենք թշնամի եւ այլն, դա իշխանության պահպանման ազդեցությունների լծակներից հիմնականն է։ Դրա համար իրենք չեն կարող այդ լծակից ամբողջությամբ զրկվել։ Այն ինչ որ ժամանակ առ ժամանակ իրենք Ադրբեջանի տարածքով եւ նաեւ ոչ միշտ ուղիղ, այլ մեծամասնությամբ Վրաստանի տարանցումով Հայաստան ինչ որ ապրանքներ են գալիս, նրանք ինչպես թույլ են տալիս դա անել, ցանկացած պարագայում, ցանկացած պահին կարող են դա փակել այդ ծորակը։ Ցանկացած պահին, երբ որ նրանք կորոշեն։ Կարող է պահանջներից մեկը լինի, ասենք, թե իրենք դե ասում են, չէ, թուրքերի մասով։ Դե նրանց թվականակը վերադարձի ճակերտավոր։ Թվականակը այստեղ էական չի, էականը այն է, որ իրենք այդ գաղափարից չեն հրաժարվում։ Խոսենք մենք Արցախահայության իրավունքների, օրինական իրավունքների պաշտպանության մասով։ Ադրբեջանահայ փախստականների օրինական իրավունքների պաշտպանության մասով, թե չի խոսենք Ադրբեջանը այս իրեն նախաձեռնողական, ագրեսիվ քաղաքականությունը պահանջների լեզվով մեզ հետ խոսելը չի դադարեցնի։ Մեզ համար խոսել, բարձրացնել Ադրբեջանահայության հիմա ինչ լեզվով պետք է խոսենք, տեսեք, մեզ համար այդ պատերազմի լեզվով խոսենք, պաշտպանողական լեզվով խոսենք։ Մեզ համար այդ հարցերի բարձրացումը կամ էլ գոնե չխոնչոնդոտել այդ հարցերի արդարացի հարցերի բարձրացումը ոչ թե պատերազմի պատճառ կարող է լինել, այլ պատերազմի կանխարգելման գուցե եզակի լծակներից մեկը։
հասկանում եք, մեզ համար շահեկան է խաղաղությունից ելնելով բարձրացնել այդ հարցերը, որպես վահան Հայաստանի Հանրապետության գոյության եւ տարածքային ամբողջականության պահպանության, որպես չեզոքացուցիչ ադրբեջանական ռազմատենչ, արավելապաշտական պահանջների եւ գործողությունների մեր Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Մենք պետք է հասկանանք, որ կբարձրացնենք մենք այդ հարցը, թե չէ Ադրբեջանը իրեն համար հայկական պետականությունը վերացնելը, այն է ճակերտավոր արևմտյան Ադրբեջանի այս նախագիծը առաջ տանելը չի հանելու։ Այսինքն կարող է Ադրբեջանը ուժի միջոցներով տարածաշրջանի քարտեզը փոխել եւ իրականացնել այդ նախագիծը, որը կոչվում է Արևմտյան Ադրբեջան։ Իրենք պնդում են, որ կարող են ուղղակի ճնշումներով, քաղաքական, տնտեսական, ռազմական ճնշումներով որոշ չափով այդ հարցի իրագործմանը հասնել, եթե ասում են չհասնենք, ընդ որում Ալիևը վերջերս ասաց, որ իրեն համար այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ինքը նկատի ունի ոչ թե ճանապարհը, թրիփը, այլ ողջ Սյունիքի մարզը։ Դա է իրեն համար Զանգեզուրի։ Այսինքն ուզում է կտրել։ Էսա նրան պատկերացած Միջանցքի լայնությունը Հայաստանը մասնատել, կապել իր կոչված Ադրբեջանների միմյանց հետ։ Նախիջևանը, այսինքն մեր հայկական հողը, Նախիջևանը, որը նրանք զավթել են, բնիկայությանը ոչնչացրել են, ենթարկելով ցեղասպանության Նախիջևանում եւ նաեւ պղծել են եւ ոչնչացրել են մեր պատմամշակութային ժառանգությունը նույն Նախիջևանում, որը հետք չթողեցին Ջուղայի խաչքարերը հիշեք եւ նույնը հիմա հենց նույնը հիմա այսօրին անելով Արցախում, իրենք Արցախում հայկական վերջին հետքերն են անամոթաբար, սրիկայաբար ոչնչացնում անգամ գերեզմաններ, անգամ հետ չեն կանգնում մահացածների հիշողության հետ, հիշատակի հետ, դաժան պատերազմ վարելով, անմարտկային գործողություններ կատարելով եւ ամբողջ իրենց այդ պահվածքով ապացուցելով իրենց սրբապղծել եկեղեցիները ապա մոնտաժելով, քանդելով, դա ինչի մասին է խոսքը, իրենց մտադրությունների մասին։ 2023 թվականին Ադրբեջանի ռեժիմը ՄԱԿ-ի գծով տարբեր կազմակերպությունների, այդ թվում է Արևմտյան Ադրբեջանի հետ կապված նամակներ է ուղարկել, որպեսզի ՄԱԿ-ի մակարդակով ու այդ երկրների, ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչները ստանան իբրև թե գոյություն ունի արևմտյան ադրբեջանցիների հարցը, եւ դա պետք է քննարկվի, կամ այլ այսպես կոչված խոդրալուի հարցը, ինչը անշուշտ հորենվածք է։ Մենք բարձրացնելով ադրբեջանահայության հարցը, մեր կորսյալ, բայց չմոռացված հայրենիքի, մեր օրինական իրավունքների հարցը ոչ թե պատերազմ ենք կանչում, ոչ թե գրգռում ենք նրանց այդ գործողություններին, այլ միակ լծակներից մեկը ժողովրդական լեզվով ասել, որ նրանց բերանը փագել կամ ախորժակը զսպել, լռությունը այստեղ լավագույն մարտավարությունը չէ, երբ որ քո հանդեպ անընդհատ շարունակում են սպառնալից լեզվով խոսել, իսկ դու չփորձես հակազդել դա, սպառնալիքների չափը կարող է ավելանալ, ոչ թե չեզոքանալ։ Հաստատույց է տալիս, որ ավելանում է։ Հիմա նոր են անցկացրել չէ՞ փառատոնը։ Դա արդյոք մտնում է ինչ որ այս օրակարգի մեջ։ Զանգեզուր այսպես անվանելով Խաղաղության պայմանագրի օրակարգի ես ասում եմ Թուրքիա այդ սպառնալիքները խաղաղության պայմանագրի ստորագրման մեջ է մտնում։ Չէ, ընդհակառակը դրա համար էլ վերադառնում ենք ձեր հարցին դանդաղ ձևով, հա, որ ինչու վերջնականապես չի ստորագրվում, չեն ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, անգամ խորհրդային Հայաստանի Արևմտյան Ադրբեջան են կոչում։ Եթե Արևմտյան Ադրբեջան են կոչում, ինչ Հայաստանի Հանրապետություն։ Ինչի հետ պետք է խաղաղության պայմանագրի ստորագրվի։ Ասում են, ինչ է տրամաբանության, Ալիևը ինչ ասում, ժամանակավորապես առայժմ մենք ճանաչում ենք այդ սահմանը, բայց մենք կարող ենք ցանկացած պահին վերացնենք։ Դեռ ըստորեն այդ սահմաններին, որը իրենց սահմանադրության քարտեզներով, որ թվականի քարտեզներով 240 քառակուսի կիլոմետրից ավել ներխուժել են Հայաստանի տարածք եւ մտադրություն չունեն դուրս գալու եւ մի մասը ասում են նաեւ հայ վերլուծաբանների, քաղաքագետների, քարտեզագետների մի մասը համառորեն պնդում է, որ Վաշինգտոնյան համաձայնագրով
պետք է Ադրբեջանը իր զորքերը, իր այդ այսպես ասած հենակետերը վերցնի ու գնա։ Դուք տեսնում եք։ Ադրբեջանի նախագահան ասեց, որ մի միլիմետր հետ չեն քաշվելու իրենց զորքերը այնտեղից, որտեղ որ նրանք գտնվում են այսօր։ Դա քաղաքական հայտարարությունը սարքել են այդպես մեծ դրոշակ եւ փորձում են ինչ որ ձևով ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին։ Դե այստեղ էլ կարելի է հասկանալ, ուղիղ ռազմական բախմանը մենք դեռևս պատրաստ չենք։ Խոսքը ռազմական բախման մասին չէ, բնավ։ Խոսքը իրականությունը եւ իրադարձությունները հավուր պատշաճի առանց ֆանտաստիկայի դիտարկելն է։ Մենք պետք է մեր ռազմական ներուժը բարձրացնենք հստակ գիտակցելով, որ Ադրբեջանը դեպի իրական խաղաղություն ոչ թե քայլեր չի ձեռնարկում, այլ ընդհակառակը բորբոքում է իրավիճակը տարածաշրջանում իրեն արավելապաշտական հռչակումներից, պահանջներից եւ այլն։ Իսկ չեք տեսնում, որ Ադրբեջանի պահանջները անվերջանալի շղթայի է նմանվում, սա ինչ է։ Ախորժակը չի փակվում Ադրբեջանը, ավելի է աճում։ Դրա համար ասում եմ, մի կողմից պետք է մեր ռազմական ներուժը պահպանենք, տարբեր միջազգային ատյաններում մեր իրավունքները պաշտպանենք, մյուս կողմից նաև փորձենք կայունացնել մեր ռազմական ուժը, այսինքն օգտագործելով, համադրելով, ինչպեսին է ադրբեջանահայության խնդիրը, արցախահայության խնդիրը, արևմտյան Հայաստանի եւ արևմտահայության խնդիրը անընդհատ բարձրացնելով ցեղասպանության հարցը, Վիսունյան Հայաստանի հարցը օրակարգով պահելով, չհանելով երբեք։ Մենք իրենք մեր երկրի 7%-ը, որ մեր ձեռքում է մնացել, արևմտյան Ադրբեջան են ասում, իսկ մենք պետք է, որպեսզի նրանց չգրգռենք, մոռանանք իրական արևմտյան Հայաստանի մասով, անշուշտ ոչ, այդ հարցը միշտ պետք է գոնե ինքնապաշտպանական բնազդից ելնելով այդ հարցը պետք է պահպանել, որովհետև դա նաև մեզ նոր ցեղասպանությունից պաշտպանելու ձևերից մեկն է, հասկանում եք, մենք պետք է դա օգտագործենք, այլ ելք չունենք, այդպես որ մենք պետք է օգտագործենք մեր ձեռքերում եղած ցանկացած լծակը մեր նպատակին հասնելու նկատմամբ, իսկ մեր նպատակը բավականաչափ համեստ է, այսինքն մեր պետականության եւ ժողովրդի հարատևությունը մեր սեփական երկրում։ Պարոն Այվազյան, դուք ադրբեջանագետ եք եւ ես գիտեմ դուք ամենօրյա ռեժիմով ուսումնասիրում եք այն իրավիճակը, ինչ տիրում է Ադրբեջան կոչված պետությունում։ Այսօր Ադրբեջանում ինչպիսի մթնոլորտ է, ինչ իրավիճակ է իշխանությունների նկատմամբ, Ալիևի ռեժիմի նկատմամբ, ժողովրդի տնտեսական վիճակը ինչպիսի վիճակի մեջ են, ասում են, որ աղքատությունը հասել է բավականին բարձր մակարդակի եւ ինչպես եւ ասում են նաեւ, որ իրադարձությունները կարող են զարգանալ հակառակ Ալիևի ցանկության, այսինքն խոսենք Ալիևի աթոռը որքանով է ճոճվում այսօր։ Ալիևի աթոռը երբեք էլ շատ ամուր չի եղել, ներկլանային հակասությունները, դամանավանդ հիմա ցայտուն դարավ, երբ որ իրենք ժամանակավորապես օկուպացրել են Արցախը, որ Ադրբեջանի բազմազգ ժողովրդի հարցը ոչ թե հայերն են եւ նրանց ճակերտավոր օկուպացիան, այլ իրենց կեղեքող ֆաշիստական Ալիևյան ռեժիմը, սեփական ժողովրդի թշնամի է, ինչպես նաեւ հայ ժողովրդի թշնամին այս պարագայում պետք է հասկանանք։ Տեսեք, ինչ ահագնացող կոռուպցիոն սկանդալների մասին է խոսքը իրենց գործողություններից ժամանակավորապես օկուպացված Արցախում։ Տեսեք, բռնի ձևով ինչ որ կերպ տեղափոխված այնտեղ ադրբեջանցի թուրքերի դժգոհությունները անընդհատ, որ անմարդկային պայմաններում են ապրում։ Ոչ խանութ կա, ոչ ազատ դուրս գալ, գնալ կարող են, հետ գալ այդ տարածքից։ Ոչ այդ շինարարությունը, որ կատարվում է, ինչքան փողեր են լվացվում, անօրինակ շինարարությունը։ Տեսանյութ տեսանք ադրբեջանական իշխող հերոստալիքներից մեկում, թե ինչպես մի տարեց մարդ պատմում է, որը վերաբնակեցված է Արցախում, պատմում է, թե ինչպիսի անորակ տան մեջ է ապրում եւ ասում է, որ ավելի լավ էր ապրել այն տարածքում, որ ապրում էր միջայդ, քան տեղափոխվել Արցախ, որովհետեւ շատ անասելի դժվար պայմաններում է ապրում, վատ տան մեջ է ապրում, արտաքին երեսից ամեն ինչ նորմալ է, բայց այնինչ շատ
շրջանակիր է եւ իր այդ հանդգնության պատճառով ընդամենը ժամեր Այո, ներողություն ստեփված եղավ խնդրել։ Այո, նրան բռնի ուժով ստիպեցին, սպառնացին, ոչնչացնել թե ինչ, հերքեց իր ասածները եւ սկսեց գովերքել Ալիևին։ Ժողովրդավարություն, շակերտավոր ժողովրդավարություն է, բայց այդպիսի դեպքերը եզակի չեն, այդպիսի դեպքերը բազմաբնույթ տարերային, հա, քանակով հաշվել անհնար է ինչքան է դա եւ նաեւ տնտեսության վիճակը Ադրբեջանում սկնահավոր վիճակում գտնվում է շարքային մարդու համար, հա, ոչ թե Ադրբեջանում բարգավաճում է միայն Ադրբեջանի ղեկավարող կլանները օլիգարխիկ կլանները ժողովուրդը գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ երևում է նաեւ պատերազմու մասնակիցները ինչպեսին են Ալիևին Ինչ են то ինքը սիրելու բանա որ սիրեն իրենք օր առաջ նույնպես ակնկալում են որպեսզի այսպես թե այնպես կարողա ոտքերը տնգած ինքը հերանա իշխանությունից հորից որդու փոխանցված իշխանությունը հիմա էլ մտածում են կամ էլ Թորանը փոխանցեն կամ Մեհրիբան խանումին փոխանցեն ու փոխանցեն Իլխամից հետո անշուշտ ճոճվում է դամանավանդ որ ինքը որ մի որդի ունի որը մտավոր որոշակի խնդիրներ ունի եւ որը գեղեցկուհի կին ունի Արաքինի կին ունի ազգությամբ ասում են ուկրաինուհի է եւ աշխատել է որպես էսկորտ եւ ներգրաված է եղել պորնո սկանդալներում Ես դա չեմ կարող պնդել Ալիևի հարսի ծառայություններից չեմ օգտվել անկեղծ ասած այդպես որ ոչ կարող եմ հաստատել ոչ հերքել Իսկ դուք տեղյակ չեք այդ փաստերի մասին Ես լսել եմ դրա մասին Լսել եմ դրանք որքանով են հավաստի ձեզ Դե ես ասում ես դες ասացի ես գործ ունեմ միայն փորձը հասկացա Չէ, միայն վերջնականապես ստուգված փաստերով խոսել իսկ այն որ վերջնականապես չի ստուգվել եւ վերստուգվել իբր բազմաթիվ անգամ վերստուգել այդքան էլ նկատի ունեք սեփական փորձով դա Չէ, նկատի ունեմ տեղեկատվությունը Տեղեկատվության իսկությունը անշուշտ Տեղեկատվության իսկությունը Ուստի Ադրբեջանը այսօր ինչի արժև է կանգնած Ալիևյան ռեժիմի մասին է կոնկրետ խոսքս Ինքը հնարավոր է, այո, հնարավոր է որ նրանց համար բավականաչափ բարդ իրավիճակ ստեղծվի նայած տարածաշրջանային զարգացումներին, որովհետև ինքը անընդհատ փորձում է 2, 3, 4 աթոռների վրա նստել, բայց դա չստացվելու։ Հարդադի բոյուկ Ադրբեջան, յոխտուր բոյուկ Ադրբեջան եւ չես տեսնելու դա։ Այդպես որ քո ծրագրերդ կապված Իրանի փլուզման հետ, կապված արևմտյան, այսպես կոչված ձեր ասած արևմտյան Ադրբեջանի հետ, իսկ իսկականից Ադրբեջանը ծայր արևելյան, հյուսիս-արևելյան Հայաստանն է, այդպես որ երբեք քո նպատակիդ չես հասնելու, իսկ կհասնես միայն դրան, որ դու Գյուլիստան, եթե նույն ձևով շարունակվի Գյուլիստան պալատից լավագույն դեպքում ոտերդ առաջ տնգած ես դուրս գալու Ես կարծում եմ որ եթե իրավիճակը այդպես շարունակվի ոչ Թուրքիայի ոչ Ադրբեջանի իշխող ռեժիմները ոչ մի լավ բան չի սպասելու Այս անգամ կարծում եմ մենք պետք է ուղղակի լցվենք համբերությամբ մեր ժողովուրդը ունի համբերություն չէ որ իրենք երկար տարիներ պատրաստում են այդ հանցագործությունը 30 տարի ավել մեզ հանդեպ իսկ մենք էլ կարող ենք լցվել համբերությամբ եւ չէ որ մենք գիտենք որ մեր գործը արդար է եւ հաղթանակը անպայման մերը կլինի եւ երբեք չի պետք է մոռանանք որ հաղթանակը մեզ մեր թշնամիների անփառունակ վախճան է սպասում այդ ուղղությամբ մենք պետք է աշխատենք պահպանելով երկրի կայունությունը կարծում եմ դա ամենից կարևոր խնդիր է եւ նաեւ ըստարժանագույնի գնահատենք այն հնարավորությունները որոնք հիմա մեր ձեռքերում են կապված հարաբերությունների սրումը Իսրայելի, Թուրքիայի եւ Ադրբեջանի խաղանք դրա վրա ինչպես անում էր ժամանակին Ադրբեջանը նենգորեն սпасելով դեպի միջև իրենց համար չմոռանալով իրենց նպատակը երբ որ գա պահը որ կարողանան փորձել այդ հանցագործությունը իրագործել իսկ մենք չենք անում հանցագործություն մենք անպայման կվերականգնենք արդարությունը մենք այլ ելք չունենք տեսեք Իրանը թերագտահատեց Արցախի գոյությունը որպես կայունության գործոն տարածաշրջանում շտապեց շնորհավորել Ալիևին եւ ինչով վերջացավ տարբեր եվրոպական ուժերը հիմա
խոսում են ուղի բացահայտ բռնապետի հետ, որպես հավասարի հետ անտեսելով նրան հանցագործությունները։ Հասկանում եք, այդպես որ մենք չպետք է կորցնենք իրականության զգացողություն եւ ձգտելով խաղաղության հայտնի ասացված կա ուզում ես խաղաղություն պատրաստ լինել պատերազմի իսկ մենք այս պարագայում ինչպես ասում ենք եթե ուզում ենք խաղաղություն պետք է առերեսվենք իրականության հետ եւ հասկանանք որ շուրջ բոլորը մեր իդեմս Թուրքիայի եւ Ադրբեջանի ոչ բարեկամական երկրներ են որոնք քաղաքականությունը իրենց չեն փոխել եւ լինենք իրատես ամեն ինչը անենք դրա համար որ մեր երկիրը պահպանենք ցանկացած հայի համար Հայաստանը պետք է լինի եւ նրա շահերը ամեն ինչից վեր Շնորհակալություն պարոն Այվազյան, որ այսօր այստեղ եք եւ ձեր տեսակետները ներկայացրեցիք։ Մեր հանդիպումները շարունակական են, հետաքրքիր թեմաների շուրջ կհանդիպենք եւ կվերլուծենք։ Շնորհակալություն ձեզ։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը։ Հյուրս պատմության դոկտոր, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։